Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Բարև ձեզ։ Հունիսի 7-ին կայացան խորհրդարանական հերթական ընտրությունները, քաղաքացիական պայմանագիրը նորից խորհրդարանում է, բայց ավելի համեստ ներկայացվածությամբ՝ ի տարբերություն 2021 թվականի, խորհրդարանում է նաև Հայաստան դաշինքը, ինչպես նաև ուժեղ Հայաստան դաշինքը։ Տիկին Բադալյան, խնդրում եմ ամփոփեք ընտրությունների արդյունքները, ինչպիսի կանխատեսումներ ունեիք եւ արդյոք իրականացան այսպիսի խորհրդարանի պատկեր դուք կանխատեսում էիք այսպիսի արդյունքներով, այսպիսի համամասնությամբ։ Շնորհակալություն, իհարկե կանխատեսում էինք, որովհետև հաշվի առնելով այն ամբողջ մեդիա տերորը, որ տեղի էր ունենում մի քանի տարվա ընթացքում եւ նախապատրաստում էր թե հանրությանը, թե միջազգային հանրությանը, թե բոլորին, որ միևնույն է այդ երկու ուժերի համար աշխատում են թե տեղական, թե արտաքին ուժեր, թե ամբողջ մեդիայի 90% այսպես աշխատում էր այդ երկու ուժերի համար, գումարած ընտրակաշառքը, գումարած այն բոլոր գործողությունները, որոնք պիտի նպաստեին դրսից մարդկանց գալու եւ քվեարկելուն, կարելի էր կանխատեսել եւ այո պարզ էր գրեթե բոլորի համար, ոչ միայն մեր, այլ նաև ժողովրդի, որ խորհրդարանում հայտնվելու են հենց այս երեք ուժերը։ Համամասնությունները իհարկե քննարկելի էին եւ կարծում եմ, որ համամասնությունն էլ կլիներ ճիշտ այնպեսին, ինչպեսին դիպուկ կանխագուշակել էինք մենք, եթե չլինեին այն մեր հայրենակիցները, որոնք հանկարծ օրինակ 1 տասնամյակի ընթացքում առաջին անգամ հիշել էին, որ պիտի գան Հայաստան եւ փրկեն Հայաստանի Հանրապետությունը եւ իհարկե դրանով պայմանավորված որոշակի այսպես վերաձևավորումներ եղան։ Իսկ այն որ այդ երեք ուժերը ցավոք միայն այդ երեք ուժերը պիտի անցնեին խորհրդարան, կարծում եմ դա կանխատեսելի էր բոլորի համար։ Օրինակ ձեր հասցեին մեղադրանք է հնչում, որ դուք յուրացրեցիք Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները, խոչընդոտեցիք այդ կուսակցության մուտքը ազգային ժողով, նույնիսկ տեսակետ կա, որ միտումնավոր դուրս թողեցիք այդ քաղաքական ուժին, որովհետև վախենում էիք, որ կկորստեք 2/3 խորհրդարանում, ինչ կասեք այս քննադատության։ Որևէ միտումնավոր բան լինել չի կարող, այսինքն մեր ընդդիմությունը մեզանից ինչ է պահանջում, որ մենք օրենքի խախտումով եւ ընտրակեղծիքներով ներս թողնեինք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որպեսզի իրենց բոլորի, այսպես ասած, սիրտը հովանար եւ իրենք հանգիստ լինեին եւ իրենց պլանները ամբողջությամբ կարողանային իրագործել։ Քվեարկել են մարդիկ, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկել են եւ քվեները չի բավարարել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը անցնելու խորհրդարան։ Այս ընդհանուր գործընթացը տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ նույնիսկ շատ մեծ եւ խիտ բնակչություն ունեցող երկրներում երկու ձայնի տարբերությամբ հնարավոր է որ մարդը նախագահ չընտրվի կամ կուսակցությունը չանցնի խորհրդարան եւ սա շատ նորմալ պրակտիկա է, հետեւաբար այս ամբողջ աղմուկի իմաստը ես չեմ հասկանում։ Եվ երկրորդ ամենակարևոր տեսակետը ինչու ես չեմ հասկանում այս աղմուկի իմաստը, իրենց համար ինչ տարբերություն խորհրդարանական ընդդիմության անունը Բարգավաճ Հայաստան է, ուժեղ Հայաստան է, թե Հայաստան դաշինք, որովհետև այնտեղ նույն, այսինքն մի մարդը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ, հիմա Հայաստան դաշինքից էր, հետո դարձավ օրինակ ուժեղ Հայաստանի, հա, падգամավորական մանդատը ստացավ կամ падգամավորներ կան այս խորհրդարանից, որ այդպես էլ ես չեմ կարողանում կողմնորոշվել նոր խորհրդարանում ինքը որտեղ է լինելու, որովհետև նախորդ խորհրդարանում ինքը Հայաստան դաշինքում էր, չեմ էլ կարողանում հիշել ով ի վերջո որտեղ է տեղավորվել։ Հետևաբար սա մեկ կուսակցություն է, հա, մեկ ուժ է, որ ուղղակի այսպես ճյուղավորումներ ունի, դուստր ձեռնարկություն, չգիտեմ, ֆրանչայզինգ է արված կամ չգիտեմ ինչ է արված եւ հետեւաբար իրենց համար ինչ տարբերություն, ով է անցել իրենց երեքից, ով չի անցել խորհրդարան։ Ամբիցիաների խնդիր կա Գագիկ Ծառուկյանը, ուզում էր ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, հենց Բարգավաճ Հայաստան բրենդի ներքո։ Շատ լավ, բոլորն էլ ունեն նման ցանկություններ, մյուս 14-15 կուսակցությունները եւս ունեին նման ցանկություններ, բայց չեն ստացել ժողովրդի բավարար քվեն եւ հետեւաբար առաջարկում եմ նրանք հանգստանան։ Իհարկե սա էլ էր կանխատեսում նախապես, որ պիտի ընտրությունները իհարկե չհաղթելու դեպքում անպայման փորձեն ապալեգիտիմացնել, պիտի անպայման հեղինակազրկեն ԿՀ-ին, այս ամենը նախապես գծված պլան էր, որի մասին տեղյակ էինք ոչ միայն մենք, այլ նաեւ կարծում եմ ժողովուրդը, եւ թերևս դա է պատճառը, որ ժողովուրդը տոտալ անտարբեր է այս գործընթացների նկատմամբ
նկատմամբ, որովհետև մեծ հաշվով մարդիկ իրենց քվեարկությունը արել են, ձևավորել են նոր խորհրդարանը, լավ է դա թե վատ, դա կերևա խորհրդարանի աշխատանքների 9-րդ գումարման խորհրդարանական աշխատանքների ընթացքում եւ մարդիկ շարունակում են ապրել իրենց կյանքով, որևէ ալեկոծում, որևէ խմորում երկրում չկա եւ սա էլ հերթական ապացույցն է, որ մարդիկ ինչ տարբերակներով, բայց կատարել են իրենց քվեարկությունը, ինչ տարբերակներ ասածս վերաբերում է բացառապես ընդդիմությանը, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրություններում հաղթել է արդարացիորեն եւ բացառապես հիմնված քվեների վրա։ Եվ այդ իրենց հեքիաթները, նկարչությունը արվել, ընտրակեղծիք է եղել, չգիտեմ ինչ է եղել, բռնազավթել ենք մենք իշխանությունը, դա դեռ պետք է կարողանալ ապացուցել, որովհետեւ մենք այնուամենայնիվ հպարտանալով այն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելով, մենք անում ենք դա հնարավորինս բաց, ներգրավում ենք աշխարհի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին եւ եթե որևէ մեկը որևէ կեղծիք տեսած լիներ, դրա մասին անպայման կբարձրաձայներ։ Տեխնիկական խնդիրներ եղել են, այո, առանց դրանց հնարավոր չէ։ Տեխնիկական խնդիրները վերանայվում են, լուծվում են, քննարկվում են, վիճարկվում են եւ մենք արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ունենք այն, ինչ ունենք, Տիկին Բադալյան, ինչպես եք պատկերացնում 9-րդ գումարման ազգային ժողովում եղած ընդդիմության հետ աշխատանքը, ասացիք, մեկ կուսակցություն է տարբեր ճյուղավորումներով։ Մենք արդյոք ականատես կլինենք կառուցողական քննադատության, շահագրգիռ ընդդիմախոսության, թե 9-րդ գումարման ազգային ժողովը ընդհանուր առմամբ կկրկնի 8-րդ գումարման ազգային ժողովի ընդդիմության պահվածքն ու վարքագիծը։ Գրեթե վստահ եմ, որ որևէ բան չի փոխվելու, որովհետև մենք նաև զգուշացնում էինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ բնականաբար նույնն է լինելու եւ եթե մարդիկ ակնկալում են, իսկ քաղաքակիրթ երկրներում խորհրդարանը ձևավորում են ակնկալելով, որ իրենց խնդիրներին պիտի ականջալուր լինեն, իրենց խնդիրները պիտի լուծեն, այդ մտայնությամբ գնում են մարդիկ քվեարկության, մենք նախազգուշացնում էինք, որ խորհրդարանը եւ հատկապես ընդդիմությունը փոփոխության կարիք ունի, որովհետեւ մենք էլ բնականաբար անթերի լինել չենք կարող եւ մենք որպեսզի ավելի լավ կարողանանք լուծել ձեր խնդիրները, հարգելի քաղաքացիներ, մեզ պետք է ընդդիմություն, որը կառուցողական քննադատություններով, կառուցողական քննարկումներով կարողանա բերել եւ հարցը հասցնել իր լուծմանը եւ լավագույն լուծմանը, բայց հանրությունը կատարել է իր ընտրությունը եւ բնականաբար լուրջ չի ընդունել այդ ամենը եւ կատարել է իր ընտրությունը եւ հետեւաբար այն հանրությունն էլ, որ կատարել է այդ ընտրությունը, կնստի եւ կլսի թե ինչպես են ժամանակ ծախսում եւ աշխատավարձ ստանում եւ որևէ բան չեն անում մեր ընդդիմադիր ներկայացուցիչները եւ մենք էլ ցավոք սրտի կշարունակենք էլի մենք մեր ներսում ունենալ բանավեճեր, մենք մեր ներսում ունենալ թեժ քննարկումներ եւ ինչ որ մի մասս կատարելով ընդդիմության դերը կարողանանք հասնել մեր քաղաքացիների համար լավագույն լուծումների։ Իսկ այն, որ քաղաքացիական պայմանագրին չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ձևավորել, դա ինչպես կազդի ձեր մի շարք ռազմավարական նշանակության նախաձեռնությունների իրագործման վրա, մասնավորապես խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա, դա ինչպես կազդի սահմանադրության փոփոխության դուռն է կարծեք թե փակվում, որի մասին խոսվում է 8-րդ գումարման ազգային ժողովի գործունեության ընթացքում։ Ես չեմ կարծում, որ որևէ դուռ այս դեպքում փակվում է։ Իհարկե, ինչ խոսք սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մենք մի շարք խնդիրներ շատ ավելի արագ եւ շատ ավելի հեշտությամբ կլուծեինք, բայց ելի կրկնում եմ, սա է մեր ժողովրդի ընտրությունը եւ մենք պարտավոր ենք դրա հետ հաշտ լինել եւ շարունակել նույն ոգևորությամբ ծառայել մեր ժողովրդին։ Ես ավելի լավատես եմ եւ կարծում եմ, որ մենք բոլոր լուծումներն էլ կգտնենք եւ հնարավորինս սեղմ ժամկետներում մեր բոլոր նպատակները իրագործենք։ Նպատակների ինչի մասին է խոսքը, խաղաղության պայմանը, խաղաղության վերջնական հաստատումն է, բոլոր հարևանների հետ կոնֆլիկտների բացառումն է ու ընդհանրապես հաշտ համերաշխ բաց սահմաններում ապրելն է, TRIP նախագիծն է, որը որ իհարկե կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տնտեսական լավագույն հեռանկարները, Հայաստանի Հանրապետության
Հանրապետության բոլոր քաղաքացիների համար եւ այդ բոլոր նպատակները իրագործելու համար մենք կգտնենք այն ճանապարհները, որոնք գուցե եւ մի փոքր ավելի բարդ կլինեն, քան եթե մենք ունենայինք սահմանադրական մեծամասնություն, բայց դրանք անհնարին չեն։ Տիկին Բադալյան, երեք Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ազդարարել է, որ ընդդիմադիր ուժերի ողջ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի կառուցողական երկխոսության առաջարկ է արել։ Ենթադրում եմ, որ այդ առաջարկի նպատակը ինչ որ պահի փողոցում ինչ որ process գեներացնելն է, քանի որ իրենց թախանձած, իրենց ակնկալած փափագած փոփոխությունը, որը պիտի տեղի ունենար ընտրությունների միջոցով, տեղի չունեցավ։ Փողոցային պայքարի նախադրյալներ դուք տեսնում եք այս պահին կամ հետագայում գուցե։ Հայտարարությունը 3 է, չէ՞ եղել։ Այսօր արդեն այսօր է, իսկ ուր են այդ մարդիկ, ինչու արդեն փողոցում չեն եւ ինչու չեն միավորվել։ Ես դες կարող եմ բացատրել ինչու, ոչ ես չեմ տեսնում որևէ նախադրյալ, որովհետեւ մենք անկախ Հայաստանի պատմության մեջ բազմիցս տեսել ենք, որ ընտրություններից հետո, երբ որ ժողովուրդը հասկանում էր, որ իր քվեն կեղծվել է, դուրս էր գալիս պայքարի։ Մենք էլ շատ երիտասարդ տարիքից բոլորս վստահ եմ դուք էլ այդ պայքարների մեջ ներգրաված եղել ենք կամ այդ բողոքը եւ ցասումը մեր մեջ եղել է, եւ մենք տեսել ենք ինչպիսի հետևանքներ են ունենում ընտրությունների կեղծումը, հա, ես չեմ տեսնում որևէ մեկին այդ ցասումով, այդ ոգևորությամբ, այդ դժգոհությամբ եւ այլն, ինչու չեմ տեսնում, որովհետեւ բոլորն էլ իրենց հոգու խորքում վստահ են, որ ընտրությունները անցել են արդար, ազատ եւ թափանցիկ։ Գոհ լինեն ընտրությունների արդյունքից թե ոչ, բայց չեն կարող վիճարկել դրա ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը։ Սա մեկ։ Եվ երկրորդը, ուզում եմ ընտրակաշառքի մեծ ծավալների մասին խոսել եւ շեշտը դնել դրա վրա, որովհետեւ երբ որ մարդը քեզ ընտրել է ընտրակաշառքով, ինքը իր գումարի տերն է։ Ինքը իր գումարը աշխատել է եւ վերջ, այսինքն գաղափարական հենքի վրա չի եղել այդ ընտրությունը։ Չի եղել գաղափարական հենքի վրա, որպեսզի մարդ իր գաղափարի համար շարունակի պայքարել եւ փողոցում կանգնի քո կողքին եւ ոչ միայն փողոցում, ինքը իրեն եւ իր ընտանիքին վտանգի ենթարկի, որպեսզի իր գաղափարը, իր հավատամքը կյանքի կոչվի եւ ինքը դրանով չի առաջնորդվում։ Այսինքն եղել է առևտուր, մարդը այդ գինը ստացել է եւ այդքանով համագործակցությունը ավարտվել է, առավել եւս այս պահին, երբ որ գիտեն, որ ընտրակաշառքի դեմ պայքարը չի դադարելու առաջիկա 5 տարում, քանի դեռ մենք իշխանության ենք, այդ պայքարը ոչ մի վայրկյան չի ավարտվելու։ Դա նաև խնդիրներ է ստեղծում եւս մեկ անգամ գնելու այդ մարդկանց եւ փողոց հանելու, հա, որովհետեւ սա էլ է առևտուր, գումարի դիմաց էլ փողոց դուրս կգան, ինչպես որ եղել է նախորդ մի քանի տարիների ընթացքում եւ դրանք էլ փաստեր են եւ բոլորը այդ փաստերին տիրապետում են եւ հետեւաբար արդեն բարթանում է իրավիճակը եւ մեր ընդդիմադիրները դա չհասկացան, որ այստեղ այս ժողովուրդը առևտրի առարկա չէ։ Եթե դու կարողանում ես ներկայացնել այնպիսի գաղափարներ, որը քննարկման արդյունքում ժողովուրդն էլ հասկանում է, որ այդ գաղափարների իրագործումը իր անկախությունն ու պետականությունը հարատև է դարձնելու, ինքը իր սերունդների համար կարող է հանգիստ լինել, այսինքն եթե այսօր մի քիչ էլ նեղություն կրի, վաղը իր սերունդները լավ են ապրելու, սա այլ հարց է։ Այլ հարց է, երբ որ դու ծառայությունների մատուցման դիմաց ստանում ես որևէ գումար։ Այսինքն փողոցային պայքարը որպես փոփոխության հասնելու այն է Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու գործիք, այլևս դադարել է գոյություն ունենալ։ Գիտեք ինչու, որովհետև իրենք չեն կարողացել ժողովրդին համոզել, թե ինչու պիտի իշխանազրկվի Նիկոլ Փաշինյանը։ Չեն կարողացել համոզել, որովհետև իրենք դա արել են կեղծ թեզերով, կեղծիքներով, բացառապես։ Ես ուզում եմ հիշեցնել գլխավոր թեզերը, որոնք այնուամենայնիվ ալեկոծեցին ժողովրդին։ Դա ցեղասպանության հուշահամալիրի քանդումն ու տեղը մզկիթ կառուցելն էր, անհեթեթագույն ֆանտաստիկ սուտ էր դա, որ որևէ մեկը պարզապես չեմ պատկերացնում ինչպես կարող էր որևէ հոմո սափիենս նույնիսկ հավատալ դրան, բայց սա էր գլխավոր թեզերից մեկը, մի թեզի 300,000 ադրբեջանցիներն էին, որը ուղղակի պարզապես ծիծաղելի է շատ եւ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում եւ նմանատիպ անհեթեթ
կեղծիքներով նոր զիջումներ տարածքային իրենք անկլավների անհեթեթագույն կեղծիքներով են փորձում մարդկանց անել, իսկ մարդը նույնիսկ այդ պահին եթե էմոցիոնալ դրան հավատում է, բայց նրա ներքին ձայնը կլինի, թե տրամաբանությունը կլինի քնած, որ մի պահի հանկարծ կարող է արթնանալ, միևնույն է, իրեն հուշելու է, որ սխալ ճանապարհով ես գնում եւ եթե իրենք կարողանային գտնել որևէ հիմնավոր կամ որևէ իրականությանը մոտ մի բան եւ կարողանային համոզել ժողովրդին, թե ինչու պիտի Նիկոլ Փաշինյանը գնա, Նիկոլ Փաշինյանը վաղուց գնացած կլիներ արդեն։ Ձեր դիտարկմամբ այս պահին կա ինչ-որ հիմք, որը պետք է ստիպի, եթե ոչ Նիկոլ Փաշինյանին գնալ, ապա օրինակ 1.5 տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել եւ վերաթարմացնել խորհրդարանը, ինչպես դուք եք ասում, խորհրդարանը փոփոխության կարիք ունի։ Ես կնախընտրեի չանդրադառնալ այդ հարցին, որովհետև 9-րդ գումարման ազգային ժողովը դեռևս չի ձևավորվել եւ 9-րդ գումարման ազգային ժողովը աշխատանքները կսկսի։ Ես մեծ հույսեր ունեմ, որ այնուամենայնիվ այդ երկու քաղաքական ուժերի իրենց մեջ կունենան падգամավորներ, որոնց ներքին մղումը կլինի ժողովրդին ծառայելը եւ ժողովրդի հոգսը թեթևացնելը, այլ ոչ թե ինչ որ, չգիտեմ, հրամաններ կատարելը, այլ ուժային կենտրոնների հրամաններ կատարելը կամ գումարի դիմաց էլի ծառայություններ մատուցելը ազգային ժողովում, ինչը անթույլատրելի է եւ օրենքով էլ արգելված։ Եթե գտնվեն այդպիսի падգամավորներ եւ մենք ի վերջո կարողանանք աշխատել այն պայմաններում, որ կունենանք ընդդիմություն, որը եւս կունենա գաղափարներ եւ այդ գաղափարների շուրջ բանավեճեր կլինեն կամ կլինի առողջ քննադատություն, ապա ես կարծում եմ, որ դրա կարիքը բնավ չի լինի, որովհետեւ ի վերջո բոլորն էլ մի օր հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն է իրենց հայրենիքը եւ իրենք պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե դրա սահմաններից դուրս գտնվող այլ ուժային կենտրոններին եւ ունեմ այդ հույսը, որ կգտնվեն այդպիսի падգամավորներ եւ եթե մի քանիսն էլ լինեն այդ падգամավորները, ապա մենք կկարողանանք նորմալ աշխատել, իսկ եթե ոչ բոլոր հարցերն էլ իրենց լուծումներ ունեն, ես ձեզ հավատացրու։ Ուժային կենտրոնների մասին եք խոսում, Տիկին Բադալյան, գիտենք, որ մասնավորապես ուժային կենտրոններից մեկը Ռուսաստանի Դաշնությունն միջնորդավորված եւ նաեւ ուղիղ միջամտություն ունեցավ կայացած խորհրդարանական ընտրություններում, գիտեք, որ ֆավորիտ քաղաքական ուժեր ունի Ռուսաստանի Դաշնությունը, ավելին ընտրությունների արդյունքները փորձեց դելեգիտիմացնել տարբեր չինովնիկների վերանով, ասաց, որ ուղեկցվել են վարչական ռեսուրսի չարաշահմամբ, կեղծիքներով, ընդդիմադիր լիդերների նկատմամբ հետապնդումներով եւ այլն։ Այս հայտարարությունների նպատակը ձեզ որն է, Տիկին Բադալյան, եւ արդյոք ինչու է հապաղում պարոն Վլադիմիր Պուտինը շնորհավորել Հայաստանում կայացած ժողովրդավարական թափանցիկ ընտրությունները եւ քաղաքացիական պայմանագրի վերընտրությունը որպես կառավարող ուժ։ Նախ առաջին հերթին որևէ երկիր իրավունք չունի ֆավորիտներ ունենալ եւ այդ ֆավորիտներին օգնել կամ պայքարել նրանց համար մեկ այլ սուվերեն, երկրի տարածքում նման բան չի կարող լինել։ Եվ այստեղ խնդրի հիմքում ընկած է հենց դա, որ մի շարք երկրներ չեն կարող այնուամենայնիվ համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Մենք մեր անկախության համար պայքարել ենք, մենք մեր անկախության համար արյունակամ ենք եղել հարյուրավոր տարիներ եւ մենք ունենք անկախություն եւ փորձել են դա մի քանի տասնամյակ մեզ որպես պսևդո անկախության, այսպես ներքո ֆորպոստի վերածել, այսօր մենք այդ իրավիճակից դուրս ենք եկել, այդ ճահճից դուրս ենք եկել, ոչ թե փորձեր ենք անում դուրս գալու, մեզ դա հաջողվել է, բայց դրա հետ համակերպվելը շատ բարդ է։ Ինձ համար մեծագույն խնդիր շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ սա չեն գիտակցում եւ լինի իրենց գաղափարի վրա հիմնված, թե ընտրակաշառքի արդյունքում այնուամենայնիվ շարունակում են Հայաստանի Հանրապետությունը հետ տանել այդ ճահիճ։ Իհարկե ես վստահ եմ, որ դա չի հաջողվելու, բայց ես կուզենայի, որ նրանք օր առաջ սթափվեին եւ հասկանային, որ անհնարին չէ, թեկուզ փոքր լինելով, թեկուզ կոնֆլիկտային հարաբերություններով շրջափակված լինելով, դա բնավ անհնարին չէ լինել անկախ
ինքնիշխան, ինքնուրույն պետություն, ունենալ սեփական ռազմավարությունը, սեփական ռազմավարական գործընկերությունները եւ դրա հիմքով շարժվել առաջ։ Եվ մենք արդեն վերջին 1-2 տարվա ընթացքում ապացուցել ենք բոլորին, որ դա անհնարին չէ։ Մի դարձեք այլ երկրների ձեռքին գործիք եւ հետ տարեք գցելու այդ ճահիճը։ Միևնույն է, դա չի հաջողվելու ոչ մեկին, բայց ինչու է պետք այդքան ջանք եւ ռեսուրս ներդնել։ Ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ներդնել եւ չունենալ հաղթանակ։ Երբ որ զգուշացնում էինք, որ չի լինելու է այդպես, չի լինելու, որովհետև մեր ժողովուրդը արթուն է եւ շատ իմաստուն։ Հիմա հասկանում ենք, չէ՞, որ բացի դրանից, որ որևէ որոշ կենտրոններ չեն համակերպվելու Հայաստանի Հանրապետության ինքնուրույնության հետ, նրանք նաեւ չեն համակերպվելու վատնած միլիարդավոր դոլարների հետ, որոնք վատնեցին վերջին տարիների ընթացքում եւ ամենամեծ ռեսուրսները ներդրվեց վերջին ընտրության, քարոզարշավի եւ ընտրության այս փուլում եւ դրանք վատնվել են ու արդյունք չեն տվել, այսինքն Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ անկախ եւ ինքնիշխան պետություն։ Վերջին օրերին քվեի գինը այնքան էր բարձրացել, որ հասել էր անձը 400,000 դրամի։ Վերջին օրերին եւ սրանք փաստեր են, ես պարզապես չեմ ասում, օդի մեջ բաներ չեմ ասում, անձը 400,000, այսինքն դուք տեսեք որքան կարեւոր է իրենց համար եղել հնարավորինս շատ քվեներ ստանալ, որպեսզի նույնիսկ իշխանություն չանցնելու դեպքում կարողանալ ինչ-որ մի հեղաշրջում այսպես իրականացնել։ Իհարկե դրանից հետո նրանք խոճապի մեջ նաև խոսեցին իրենց պլանների մեջ որոշ падգամավորների իրենց կողմը ներգրավելու մասին, սա էլ է միամտություն, քանի որ դա փորձել են անել 2018-19 թվականից սկսած եւ որևէ քաղաքական ուժի դա չի հաջողվել եւ հետեւաբար դրանից պետք է հրաժարվել եւ պետք է ուղղակի հիշել, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, հայեր եք, որոնց ամբողջ կյանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելն է եւ ցավոք սրտի, բայց դուք ունեք այդ հնարավորությունը ազգային ժողովում հայտնվելու եւ կարծում եմ, որ պետք է լծվել արդեն ի նպաստի բարօրություն Հայաստանի աշխատանքներ կատարելու։ Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ եթե Հայաստանը շարունակեր իր ֆորպոստի կարգավիճակը, ապա պարոն Պուտինը չէր թողնի, որ ընտրությունների գիշերը լուսանա, ինչպես ասում են, եւ հապճեպ կշնորհավորեր։ Այսինքն չի շնորհավորում, որովհետեւ գիտակցում է, որ Հայաստանը անկախ սուվերեն պետություն է, իսկ անկախ սուվերեն պետության կարգավիճակը նրա պլանների մեջ չի մտնում։ Չէ, պլանների մեջ հաստատ չի մտնում, բայց ես կարծում եմ, որ բոլոր երկրները պարտավոր են, այսպես չկենտրոնանալով մի երկրի, զբաղվել իրենց հոգսերով, որովհետև անհոգ երկրներ չեն լինում եւ այս դեպքում նաեւ հոգսաշատ երկրներ կան, որոնք պիտի որ այս պահին զբաղված լինեին իրենց երկրի շուրջ կատարվող, պիտի զբաղված լինեին իրենց ժողովրդի շուրջ, այսպես օղակը գնալով սեղմվում է, այդքան սանկցիաները տևական պատերազմը հյուծող, այսպես տնտեսությունը հյուծող այդ պատերազմը բավականին շատ հոգսեր ունենալու դեպքում, եթե կոնկրետ այդ երկրի ուշադրության կենտրոնում Հայաստանի Հանրապետությունն է եւ նրա ապագան թողած իր ամբողջ հոգսերը, ես կարծում եմ, որ սա պիտի մտածելու տեղիք տա յուրաքանչյուր հայ մարդու եւ յուրաքանչյուր հայ մարդու միևնույն ժամանակ պիտի ողջևորի կենտրոնանալու իր երկրի բոլոր խնդիրների վրա, որովհետեւ մեծ մասամբ մենք գոյությանը սպառնացող խնդիրները մեր լուծել ենք եւ հիմա ժամանակն է ուղղակի ուղղել մեջքը եւ հպարտ քայլվածքով շարժվել առաջ դեպի պայծառ եւ լուսավոր ապագա եւ ունենալ ժամանակակից մեթոդներով ճիշտ գործընկերային հարաբերություններ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ փոխհամաձայնություններն ու փոխշահավետ համագործակցությունները կարող էին մեր սերունդների համար բավականին անվտանգ ապագա ստեղծել։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Բադալյան։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։